Monk 3-ը ներկայացնում է հայկական առաջին dating reality show-ն Սիրասուն։ Ucom ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ Եկելես ինքն հաստատվես, ումոտ չի ստացվելու դա, ես կեզ ասում ես հասկանում ես իման, հարդ չկա, ես էլ ատենց աղջկայից սեղան չեմ ես։ Մի նստի։ Դե աջող։ Սիրասուն։ Մի մասնակից մեկ գնատական։ Իրոք, կա պրոյեկտում մարդ, ում ես տնելու եմ մեկ։ Հայկական առաջին reality dating show։ История de un amor։ Երդվում եմ նայեք ոնց է սիրահար։ 20 միլիոն դրամ մրցանակային ֆոնդ։ Հաղորդումից ձեռք բերեմ իմ կյանքում։ Քեզ էդի 1000-20 միլիոն արժի։ Դաժե հուզվեց։ Էմոցիոնալ եմ նմանատիպ հարցերում։ Ամիսներ տևած casting։ 35-ը մի քիչ ուտվում է, այցը հələ 35-40-ն է, օքեյ լրի։ Տարիքային տարբերությունը իրանն ասում է ինչ խոսք։ Ջնջիչ դրան հեռացրա, վերջ։ Ես չեմ կարող իր հետ պայքարի մեջ մտնել։ Բայց շատ մի քիչ այնպես եմ չես կարծես ես երկու անգամ ժամադրել եմ իրեն ու մերժվել եմ։ Ընտրված 12 մասնակից։ Անկապ կոտակներ է անում, չի հասկանում, որ նման աղջիկա այդպես բաներ չեն խոսում։ Սիրուն տուն է, բասեին այն սաղ քնեն, կողքը խոտեր կա, բան կա։ Դեյթից վերադարձել եմ շատ տհաճ, շատ անդուր էմոցիաներով։ 36 ժամադրություն Հայաստանով մեկ։ Անձնական հարաբերություններ ես չեմ պատկերացնում։ Դիտեք այս շաբաթ եւ կիրակի 20:00-ին։ Եթե կարող ես նկարագրել սերը, ինչ ուրեմն երբեք չես սիրել։ Monk 3 YouTube-յան ալիքով։ Բարի գալուս Սիրասուն, առաջին հայկական reality dating show։ Dating, այսինքն հանդիպումներ։ Dating, այսինքն հարաբերություններ։ Dating, մի բան, որ սովորական կյանքում ու այլ reality show-ներում ուղեկցվում է ոչ այնքան խոշոր։ Ոչ այնքան խոշոր, դրամական մրցանակով։ 20 միլիոն դրամ Արսեն։ Այո, լուսի 20 միլիոն դրամ քիչ չի։ Ես կասեի շատ եմ։ Գիտես, հիշում եմ, նախագիծը որ նոր էինք սկսել, դու էլ էիր ուզում մասնակցել ու եթե չեմ սխալվում, իսկ ես նման դեպքերում չեմ սխալվում, դու նույնիսկ հայտ ես ուղարկել, խոստովանիր։ Ինչ թաքցնեմ, ես լավ իրադարձությունների մասնակից սիրում եմ լինել։ Դրամաբանական է ապրես։ Մենք խոսեցինք միայն 20 միլիոնի մասին, բայց միայն դրամական խոշոր շահումը չէ, որ աննախադեպ է մեր նախագծում։ Գիտես, աննախադեպ բառը այդքան չեմ սիրում, բայց հավատացեք, մեր շոուի պարագայում այն չափազանցություն չէ։ Հայկական մեդիա ոլորտում այսպիսի բան դուք չեք տեսել, ես հավաստիացնում։ Աննախադեպ, որովհետև այս նախագծի իրականացման համար աշխատել են ոլորտի լավագույնները, լավագույն պրոֆեսիոնալները։ Աննախադեպ, որովհետև մասնակցության հազարավոր հայտեր են ներկայացրել հարյուրավոր տղաներ ու աղջիկներ աշխարհի տարբեր անկյուններից, Եվրոպայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, նույնիսկ հեռավոր Վիետնամից։ Բայց մեր հայրենակիցները, դե մեր սփյուռքը մեծ է։ Ես գնամ մասնակիցներին դիմավորեմ։ Աննախադեպ, որովհետև նորովի ենք բացահայտելու մեր երկիրը, Հայաստանի տեսարժան վայրերը։ Սիրասունով Monk 3-ը շարունակում է հեղինակային հաղորդումների շարքը ստեղծելով բացառիկ կոնտենտ, արդեն իրականություն են սիրված նախագծերը։ Դուք Monk 3-ի YouTube-յան ալիքում եք, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիրը, այն ինչ մնացել է կադրից դուրս։ Մրցակցություն, վաստակելու ձգտում եւ անիրական հույզեր։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք այն ամենը, ինչ առաջարկում է Monk 3-ը, հավատացնում եմ, այս ալիքում դուք երբեք չեք ձանձրանա։ Բազմաթիվ հայտեր, ամիսներ տևած քասթինգ եւ ընտրված 12 մասնակիցներ, ովքեր օրեր շարունակ լինելու են միասին, ճանաչելու ու բացահայտելու են։ Բայց ամենահետաքրքիրը ժամադրություններն են, երազանքի դեյթեր են լինելու։ Ասա որ դեժ է լինելու։ Ես նույնիսկ փշաքաղվում եմ։ Անիմաստ մի փշաքաղվիր Արսեն ջան, մենք մրցանակ չունենք, արի ավելևէ գնանք նրանց դիմավորենք։ Գնանք դիմավորենք մեր մասնակիցներին։ Սերգեյ Թորիկյան, 24 տարեկան։ Նախկինում լոխորդ, ներկայում դերասան։ Սիրում է ձմերուկ, իրեն փորձում է ամենատարբեր ոլորտներում։ Սիրասունին մասնակցում է թարմ էմոցիաների համար։ You're ridiculous.
Վարդան Դանիելյան, 23 տարեկան։ Ապրում է առողջ, ամեն օր մարզվում է։ Իրեն համարում է խարիզմատիկ եւ ազնիվ տղամարդ։ Սիրասունին մասնակցում է հաղթելու ու 20 միլիոն վաստակելու համար։ Արման, 23 տարեկան։ Ռեպեր է։ Խոսում եւ երգում է 7 լեզվով։ Նախագիծ է եկել ավելի ճանաչված դառնալու նպատակով։ Գառնիկ Միրզոյան, 31 տարեկան, զբոսաբար է, ինտելեկտուալ խաղերի եւ զրույցների սիրահար։ Սիրասունին մասնակցելու գլխավոր շարժառիթը խոշոր մրցանակային ֆոնդն է։ Հակոբ Դեմուրչյան, 35 տարեկան, ադամնաբույժ է, բայց սրտի ձայնը տարավ դեպի լուսանկարչություն ու մեդիա աշխարհ։ Հավատում է նախախնամությանն ու հենց դրան վստահելով եկավ շոուին մասնակցելու։ Ալեքս Միրզոյան, 33 տարեկան, ռեժիսոր է, բայց գրում է երգեր։ Բոլորին հայտնի հիթերից շատերն ինքն է հեղինակել։ Մրցանակն իրեն հետաքրքիր չէ, սերը գտնելը եւս, բայց սիրասունում ամեն ինչ հնարավոր է համարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարգալուստ։ Սիրասունի մասնակից տղաներն ու աղջիկներն իրար դեռ չեն հանդիպել։ Կոլեգա։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ։ Ամիսներ տևած բազմափուլ ընտրությունից հետո այսօր առաջին անգամ նրանք ժամանում են Սիրասունի առանձնատուն։ Լավն են։ Հա։ Վիկտորիա Գասպարյան, 25 տարեկան, դերասանուհի է, խաղում է Մոսկվայի հայկական թատրոնում, վերջին տարիներին կորցրել է ռոմանտիկան ու ավելի շատ ապավինում է սառը դատողությանը, հավատում է, սիրասունում էմոցիաների պակաս չի լինելու։ Աննա Կոստանդյան, 34 տարեկան, Տղամարդու վարսահարդար է, նաև բարբեր, չունի բարդույթներ, կյանքն առանց շան միայի չի պատկերացնում։ Սիրասունին մասնակցում է նոր ծանոթությունների համար։ Իլոնա Համբարձումյան, 21 տարեկան, ապագա դերասանուհի, խանդոտ, խելացի եւ խարիզմատիկ։ Երազում է հայտնի ու սիրված դառնալ, համարում է, որ սիրասունը կարող է օգնել։ Անահիտ Կոստանդյան, 27 տարեկան, մանկավարժ է, բայց չի աշխատում մասնագիտությամբ եւ ընդհանրապես չի աշխատում։ Եթե հնարավորություն ունենար, ուսումնասիրեր տիեզերքը, սիրասուն է եկել նոր զգացումների ետևից։ Անահիտ Օթարյան, 21 տարեկան, նոր է ավարտել համալսարանը, ծրագրավորող է, բայց երազում է բլոգեր դառնալ, արագ է խուճապի մատնվում, սիրասուն եկել է գեղեցիկ հագնվելու, շպարվելու եւ ոչ ստանդարտ ժամադրություններ ունենալու համար։ Բարի գալուստ, համեցեք։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Տեսնում ես աղջիկներդ ինչ ուրախ ավելի։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ։ Դու արդեն մտքով զույգեր կազմում ես։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Դու մտքով զույգեր կազմում։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ։ Օհո, մեկը մյուսից տարբեր։ Ողջույն։ Բարև ձեզ, բարի գալուստ։ Մեկը մեկից սիրուն են Աստված։ Ինչ են կանելու։ Ոնց են դիմանալու։ Դե, քանի որ մասնակիցներն արդեն ժամանեցին, ժամանակն է իմանալու քվեարկության ձևաչափն ու կանոնները, որոնք ի դեպ այս շոուի ընթացքում առաջին անգամ են կիրառվելու։
Աննախադեպ է, ասում եմ, չէ։ Մասնակիցներից յուրաքանչյուրը մինչև շոուի ավարտը ունենալու են 1-ից 6 միավորանոց քարտեր եւ բոլորը բոլորի հետ ունենալու են հատուկ դեյթեր, բայց այստեղ կա մի բայց։ Եթե որևէ մասնակցի դու տվեցիր քո 3 միավորը, հաջորդ դեյթից հետո հաջորդ մասնակցին գնահատելու համար չես կարող օգտագործել նույն միավորը։ Պատկերացրիր։ Մի րոպե, ստացվում է, եթե դու արդեն մեկ անգամ ինձ տվել ես քո 3 միավորը։ Ես քեզ 6 միավոր եմ տալիս։ Աստված, անջատեք։ Լավ, մի րոպե կենտրոնանք։ Եթե դու արդեն տվել ես ինձ քո 6 միավորը, ստացվում է երկրորդ անգամ որևէ մեկին այլևս շնորհել չես կարող այն, չէ։ Խնդանում եմ քո ուղեղի ճկունության համար։ Հրաշալի է, արդար է։ Ես արդեն չեմ դիմանում, երբ ենք փորձարկելու այս համակարգը։ Դե ինչ մենք սկսում ենք մեգա ամենաշքեղ, ինչ բառ կա? Աննախադեպ reality dating show ծրագիրը Monk 3-ի YouTube-յան ալիքով։ Լույսի արդեն այդ աննախադեպ բառը դուրս գալիս։ Ասում եմ, չէ, լավ բաներին արագ ես սովորում։ Սկսեցինք։ Սիրասունի բոլոր մասնակիցներն ունեն գնահատման քարտեր 1-ից մինչև 6։ Յուրաքանչյուր դեյթի վերջում նրանք միմյանցից գաղտնի իրար միավոր են շնորհում, սակայն ընդամենը մեկը։ Երբ մասնակիցն օգտագործում է գնահատման մինիշը, դա այլևս օգտագործելու հնարավորություն չի ունենում։ Օրինակ, եթե առաջին դեյթին իր այդ օրվա զույգին գնահատել է 3, շոուի ընթացքում այլևս ոչ մի մասնակցի չի կարող գնահատել 3։ Սկսում ենք ծանոթությունների փուլը, տղաները աղջիկներին, աղջիկներն էլ տղաներին ոչ տեսել են, ոչ էլ լսել։ Եվ քանի որ Monk 3-ի կարգախոսն է չտեսնված, չասված, չլսվածը, մենք այս ամենը բերել ենք մեր իրականություն։ Սկսելու ենք չտեսնվածից եւ շարունակենք լուր, թե ինչպես կիմանաք շատ շուտով։ Մեր մասնակիցներն էլ ձեզ հետ միասին շուտով կիմանան, թե ինչպես են քվեարկելու։ Ողջույն սիրելի եւ հաջողակ մասնակիցներ։ Մեկ բառով ասած մեր սիրասուններ։ Ինչու հաջողակ, որովհետև հազարավոր մասնակիցներից ընտրվել եք հենց դուք։ Ողջույն սիրելիներս, եւս մեկ անգամ առաջին փուլը շատ հետաքրքիր է լինելու։ Դուք միմյանց գնահատելու եք բացառապես ձայնի միջոցով, որպեսզի պահպանեն գաղտնիության կանոնները։ Ես պետք է խնդրեմ, որ ներկայանալիս չտաք ձեր անունը։ Բայց 30 վայրկյանների ընթացքում կարող եք ասել այն ամենը, ինչը որ կարծում եք ձեզ կբերի ամենաբարձր միավորը։ Եթե ձայնի միջոցով է, չտեսնված, չլսված եւ չասված այս գեղեցիկ շոուն, ընդամենը 2 խոսք։ Եվ չնայած մեր կյանքի արագընթաց քայլերին, մենք միևնույնն է, բոլորս էլ կախված ենք մի կում թարմ հանքային ջրից։ Շնորհակալություն։ Համար 4-ը եւ այսպես Լուսնյակ։ Սիրելի մասնակիցներ, այժմ դնում եք ձեր գնահատականը ըստ ձայնի 4 համարի ծրարի մեջ 1-ից մինչև 6 միավորով։ Ձայնը ես լսել եմ սենց կոնկրետ դիպուկ մի հատ բան ինքը ասեց, որը սպորտի հետ կապ ունեցող էր, ես դրա համար 6 եմ իրան գնահատել։ Առաջին մասնակցի ձայնը չլսեցի, բայց պետքա քվեարկեի։ Մի պահ մտածեցի, հասկացա, որ պատահական պետքա քվեարկեմ։ Չնայեցի ոչ մի թղթի ու մանունը ասեցին առանց նայել ուղղակի թուղթը ձեռս, ես դնում, գցում էի։ Ողջունում եմ բոլորին, ինձ շատ հաճելի է այստեղ գտնվել, բոլորիս մաղթում եմ հետաքրքիր, ինտրիգային եւ ամենակարևորը անփորձանք ռեալիթի շոու։ Շնորհակալություն, հետաքրքիր էր ասված, չէ, ինտրիգային եւ առանց փորձանքների։ Բայց պատկերացնում եք, որ տեսնեք ու պարզվի, որ այն տղամարդն է, այո, որ ամբողջապես համահունչ է ձեր ճաշակին։ Այնքան խառն է ամեն ինչ, դու չես տեսնում տղաներին, դու պրոստը լսում ես իրենց ձայնը ու այդ պահի գնահատականները հաստատ այն ռեալը չեն, բայց չեմ փոշմանում։ Եվ այս պահին ես մոտենում եմ 6-րդ մասնակցին, խնդրեմ, հիշում ենք բացի անունը, ամեն ինչ կարող եք ասել։ Ողջույն։ Բոլորից ցանկանում եմ բարի ընթացք եւ որպեսզի կարողանանք վայելել այս գեղեցկագույն ընթացքը։ Թերևս այսքանը։ Դե ինչ տղաներ, հիմա գնահատում ենք ըստ ձայնային տվյալների 6-րդ մասնակցին։ Ճիշտ ասած, մի քիչ սպոնտան էր իմ մոտ գնահատականները, քանզի դեռ նոր էինք մտել, բայց ինձ թվում է մաքսիմալ ռացիոնալ եմ փորձել գնահատել, շատ մտածում էի, պատահական չէի մտցնում էլի թվերը։ Շարունակում ենք, ուզում եմ խոսքը տրամադրել 6-րդ մասնակցին, խնդրեմ։
Ողջույն բոլորին։ 30 վայրկյանը շատ քիչ ժամանակ է իրականում, որպեսզի սենց հասկանան ինչքան գնահատեն, բայց թող բարձր ինձ գնահատեն այն մասնակիցները, ովքեր սիրում են սպորտը, առողջ ապրելակերպը ու ամենակարևորը սիրում են ըստ կյանքի վայելել ամեն իր դրական լիցքերով։ Շնորհակալ եմ։ Իրականում, այսպես ասեմ, շատ անարդար քվեարկություն ա եղել, իմ անունից եմ ասում, հա։ Ես չեմ հիշում ինչ ուրեմն գնահատական եմ տվել, իսկապես չեմ հիշում, որը լավ չի, բայց առաջին, այսպես ասած, հանդիպումներ առանց հանդիպում, հա, եւ մենք ինքներս չգիտեինք ինչա մեզ սպասվում ու այդ սպոնտանության հաշվին չասեմ խառնվում ես իրար, բայց միայն ձայնով գնահատելը մի քիչ բարդ էր։ Ես մոտենում եմ մեր երկրորդ մասնակցին։ Խնդրեմ։ Ոյ, ամեն ինչ այնքան սիրուն է, հաղորդավարները, աղջիկները, ընդհանուր նկարահանող թիմը, առանձնատունը ուղղակի հրաշք է, չգիտեմ։ Ու այնքան սպասում ենք, որ տղաներն էլ պետք է մեկը մյուսից ուղղակի սիրուն լինի ու ամեն առումով, որ մեզ բոլորիս հիացնի։ Շնորհավորում եմ բոլորիս, որ հիմա այստեղ ենք։ Հիանալի է, երկրորդ մասնակցին կարող եք քվեարկել։ Գումարած հանած աղջիկները նմանատիպ տեքստեր են ասում ձայների մեջ էլ ես հենց հիմա, եթե նույնիսկ հնարավորություն ունենայի լսածս ձայները դասավորել, կարող երևի սխալ կդասավորեի։ Ձայների գնահատականը եղել է ավելի մի քիչ պատահական, մի քիչ զգայական։ Դե ինչ, մենք պատրաստ ենք, շարժվում ենք առաջ եւ ուզում ենք լսել երրորդ մասնակցին։ Վալա։ Բարի երեկո բոլորին։ Մենք մի քանի ժամ արդեն մենակ իրար ենք տեսնում տղաներով եւ ես երևի բոլորի կարծիքը կարտահայտեմ, որ մեր համբերությունը արդեն լցվել է, չենք համբերում երբենք ձեզ տեսնելու։ Ստե առարկող մարդիկ կան, բայց շրջանցենք։ Բայց հիմնականում բոլորը արդեն չեն համբերում, որ ձեզ տեսնեն։ Մարդու ձայնը ինձ համար շատ կարևոր է։ Մարդու տեմբրը, ես դրանից կարող եմ մոտավորապես հասկանամ, թե ինչպիսի մարդ է իմ դիմաց կանգնել։ Եվ ես մոտենում եմ մեր 5-րդ մասնակցին, խնդրեմ գեղեցկով։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Շատ սիրելի տղաներ, մենք էլ ենք անհամբեր, լի փորձություններով իրականում հասել ենք այստեղ, որովհետև մենք հենց վեցս էլ շատ անհամբեր տեսակ ունենք ու չգիտեմ, բոլորիս մաղթում եմ լավ խաղ։ Խնդրեմ, ընդունեք խաղի կանոնները եւ իրականացրեք քվեարկությունը 5-րդ մասնակցի համար։ Ձայնը, որ ճիշտ ասեմ, մոտավոր նայում էի, ով ինչ է խոսում, մի քիչ խառն եմ գնահատել։ Մոտենում եմ 5-րդ մասնակցին, խնդրեմ։ Դուք իմ թիկունքում եք, բայց գիտեմ, որ գեղեցիկ եք ու ես էլ եմ անհամբեր ձեզ տեսնել։ Մենք շուտով կծանոթանանք, իսկ մնացածը հետո ինձ հեշտ է տարբերելը, երկու ոտքերս էլ ձախ։ Շնորհակալություն։ Չեմ կարող։ Ես գնահատել եմ մարդկանց, ոչ թե կոնկրետ մտածել եմ, ինչ գնահատեմ, ինչ գնահատեմ, ընդհանրապես այս պրոյեկտի հետ կապված ես այստեղ եկել եմ այնպիսի զգացողություններ, որ ես պիտի ապրեմ ու լսեմ, ոչ թե գիտակցությունը, այլ ենթագիտակցությունն է հիշում, ես պիտի լսեմ ենթագիտակցությունը, դաժե ոչ սրտին, ենթագիտակցությանը։ Եվ ես այս պահին մոտենում եմ մեր 3-րդ մասնակցին։ Ահա, խնդրեմ։ Բարև բոլորին, ես շատ ուրախ եմ, որ այսօր ստեղ եմ գտնվում, հույսով եմ բոլորս կունենանք շատ հաճելի, հետաքրքիր, զվարճալի օրեր, ուզում եմ աղթեմ բոլորին հաջողություն և հիանալի տրամադրություն։ Տղաներ, խոսեց երրորդ մասնակիցը, մենք պատրաստ ենք, չէ, գնահատելու։ Ձայնով այդքան էլ չի ասի, որ ճիշտ եմ գնահատել, որովհետև ձայնով բոլորի ձայները անկեղծ քաղցր են մեր աղջիկների ձայները ճիշտ ասած։ Մոտենում ենք առաջին մասնակցին, խնդրեմ։ Ողջունում եմ բոլորին,
Աղջիկներ ջան, ուզում եմ ասել, որ այս սպասողական վիճակը արդեն արժի 20 միլիոն։ Մերսի։ Իհարկե շատ սխալ քվեարկություններ եմ արել, ինչի մասին շատ զղջում եմ։ Եվ այսպես, սիրելի Լուսնյակ, քանի որ ձեզ մոտ խոսեց առաջին մասնակիցը, մենք էլ մեկ-մեկ ենք անում, մեզ մոտ էլ է խոսում առաջին մասնակիցը։ Ողջույն, ձայնը անշուշտ անհերքելի մեծ ուժ ունի եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ ընկալման գործընթացի վրա։ Եվ ես հուսով եմ, որ այս հնչած տարբեր եւ հետաքրքիր ձայների հետևում մեզ է սպասում սիրասուն տղաներ։ Շատ նուրբ անկյունից էր։ Իրականում տղաները շատ էին գովում, բայց մտածում էին կարող է սենց բացասական ինչ-որ կերպարներ լինեն, սենց, որովհետև սենց մի խոսքով։ Եվ երկրորդ մասնակիցն է խոսում մեզ մոտ։ Բարի երեկո սիրելի աղջիկներ, բարի երեկո սիրասուն։ Ճիշտ ասած, անկախ նրանից թե ինչ կասեմ, վերջին մասնակիցն եմ, դուք արդեն ինձ գնահատել եք, անկախ ձայնը լսելուց։ Բայց մաղթում եմ բոլորիս զարգացային, հետաքրքիր եւ հաճելի խաղ։ Շնորհակալություն։ Կավելացնեմ, մենք էլ անհապեր սպասում ենք մեր սիրասուն աղջիկներին։ Արսեն, դե քեզ տեսնում եք։ Լավն է։ Համապատասխան, այսպես ասեմ։ Համապատասխան։ Մեր մասնակիցներն արդեն ավարտեցին առաջին քվեարկելու փուլը։ Անցնում ենք հաջորդ, ել ավելի հետաքրքիր քվեարկության ձևաչափին։ Մնացեք մեզ հետ։ Մի մոռացեք բաժանորդագրվել, որովհետև ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Շարունակենք։ Շարունակենք։ Այժմ սիրելի մասնակիցներ, դուք չեք կարող խոսել, բայց վերջապես ունեք հնարավորություն միմյանց տեսնելու։ Դե ինչ, սիրասուններ, պտտվեք եւ տեսեք իրար առաջին անգամ։ Տղաներ եւ աղջիկներ։ Ես պտտվեցի ու սենց իմ պտույտից հայացքս կանգնած հենց իրա վրա, որ ինքը ամենաաճն էր ինձնից։ Ու ես տեսա իրան, զարմացա ու ես սպասում եմ, ոչ մեկին չեմ նայել։ Սպասում եմ տեսնեմ այն պահը, երբ ինքն է ինձ տեսնելու։ Ու տեսա, որ ինքը հերթով նայելով գալիս է ու սենց հասավ ինձ։ Ձայնով ես հիշում եմ, որ Սերգեյին 5 եմ գնահատել։ Բայց ինքն է դրած էլի դերասան է, դե всё же ոնց կլինի դերասանի մեջ սենց իրենց դրած ձայնով չխոսան, որ մենք բան էլի սենց։ Ես ասես, այս տղան ինչ-որ մի բան կա էլի երևի։ Ահա, արդեն ես տեսնում եմ, որ ձեռքով իրար տղաների կողմից ավելի ակտիվություն կա։ Տեսողության այդ խնդիրներ չունեմ, բայց երևի մեր լուսային էֆեկտներն էր, հա, չգիտեմ, հա, նորմալ չեմ տեսել ով է, ու էլի գնահատականները չեն եղել մտածված։ Հա, աղջիկները նույնիսկ կան, որ ցանկանում են գաղտնիությունը պահել։ Լավ չեմ տեսնում, հեռու ենք իրարից շատ։ Ճիշտ է, հետո շատ գլխից տվեցի, որ մոտիկացանք, բայց համենայն դեպս տենց ինչ-որ կոնկրետ չեմ նայել, զննել, գնահատել, տենց ուղղակի սենց հեռվից ինչ-որ մեկը տենց մի քիչ ֆիգուրայով տենց նիհար, մեկը մի քիչ լիքնոտ, սենց ինչ-որ այդ եմ հասկացել։ Չեք խոսում իրար հետ, տեսնում եք մասնակցի թիվը եւ հետեւաբար կարող եք քվեարկել։ Քվեարկել, այո, համապատասխան միավորներով։ Ամենասկզբի գնահատականները ես վստահ եմ, որ ամեն մեկը շատ տարբեր են լինելու դեյթերից եւ այսպես կարծում եմ բավական էր իրար տեսնելը, դուք դեռ բավականին օրեր ունեք իրար շատ տեսնելու, ասեմ ավելին իրար հետ դեյթինգներ եք ունենալու, մեկը մյուսից հետաքրքիր դեյթեր են լինելու, ժամադրություններ։ Արտաքին գնահատելը ավելի հեշտ էր։ Մանավանդ երբ հասկանում ես, որ հետո դու ունես 6 գնահատական, որոնք տալու ես արդեն իրանց հետ շփվելուց եւ այլն, այդտեղ դու այո ուղղակի գնահատում ես միայն տեսքը, տեսքը հեշտ է եղել, բայց ձայնը շատ տենց պատահական։ Եվ այսպես 3 2 1 քվեարկում ենք։
Իսկ այդ ընթացքում, սիրելի հետևորդներ, ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Monk 3-ի դիտողները եւս անմասն չեն մնալու այս շոուից։ Բնականաբար մենք չէինք կարող այնպես անել, որ դուք մասնակցություն չունենաք։ Իսկ մասնակցության կանոնները շատ պարզ են։ Պետք է 10:06 կարճ հեռախոսահամարին ուղարկել այն երկու տղաներից մեկի եւ աղջիկներից մեկի համապատասխան թիվը, որոնք որ կարծում եք, որ կհայտնվեն եզրափակիչում եւ բոլոր նրանք, ովքեր ճիշտ կգուշակեն, կունենան հնարավորություն շահելու 10 iPhone։ Հարկավոր է միաժամանակ կռահել երկու մասնակիցների անունները։ Աղջկա եւ տղայի կարող եք ուղարկել ձեր պատկերացրած յուրաքանչյուր կոմբինացիա, բայց ուշադրություն, յուրաքանչյուրը կարող է շահել ընդամենը 1 iPhone։ Ուստի եթե նույն կոմբինացիան կրկնեք անդադար, միևնույն է հաշվարկվելու է ընդամենը 1-ը տվյալ կոմբինացիայի։ Եթե ուզում եք բազմաթիվ SMS հաղորդագրություններ ուղարկել, ուղարկեք տարբեր կոմբինացիաներ, որպեսզի շանսերը ավելի շատ լինի մասնակցելու։ Եվ ոչ միայն դա, իդեպ, եթե ուզում եք ուղարկել SMS հաղորդագրություն, հիշեք, որ անպայման բաժանորդագրված լինեք Monk 3 YouTube-յան ալիքին։ Եվ առհասարակ բոլոր սոցհարթակներում հետևեք Monk 3-ին։ Մեզ գտնել է հեշտ է, արագ է եւ շատ կարեւոր է չկորցնել։ Բնականաբար հետևեք, թողեք ձեր մեկնաբանությունները ու ակտիվ եղեք թե SMS քվեարկության մեջ, թե իհարկե ողջ շոուի ընթացքում ձեր մեկնաբանությունների մեջ։ Եվ այսպես մենք ուզում ենք ասել մեր մասնակիցների համարները, որոնցով դուք կարող եք կազմել կոմբինացիաներ եւ ուղարկել 10:06 կարճ հեռախոսահամարին։ Մասնակիցների համարները ընտրված են այբենական կարգով։ Եվ այսպես Համար 1 Ալեքսանդր, Համար 2 Անահիտ Կոստանդյան, Համար 3 Անահիտ Օթարյան, Համար 4 Աննա, Համար 5 Արման, Համար 6 Գառնիկ, Համար 7 Թամարա, Համար 8 Իլոնա, Համար 9 Հակոբ, Համար 10 Սերգեյ, Համար 11 Վարդան, Համար 12 Վիկտորիա։ Դե ինչ, այս պահից սկսած արդեն կարող եք մասնակցել մեր խաղարկությանը, սիրելի հետևորդներ, 10:06 կարճ համարին ուղարկելով ձեր հավանական կոմբինացիան եւ իհարկե մեր եթերաշրջանի ավարտին հատուկ եթերի ժամանակ մենք իրականացնենք խաղարկությունը եւ ձեզնից 10 կշահի iPhone։ Համարը հեշտ է հիշել 10:06, վերջը իհարկե հուշում է 06 աղջիկ 6 տղա մասնակիցներ։ Եվ մեր մասնակիցները կարծես արդեն ավարտել են քվեարկությունը իրար տեսնելով, իսկ մի քիչ ավելի ուշ, սիրելիներս, մենք այս պահին կհավաքենք իհարկե ծրարները, բայց մի փոքր ավելի ուշ, նրանք ավելի ինտիմ, ես կասեի ավելի ջերմ միջավայրում, ինչը նշանակում է սեղանի շուրջ, կծանոթանան արդեն իրար հետ։ Այնպես ստացվեց, որ ձայնը լսելուց ու տեսնելուց հետո իմ տվրած գնահատականները համընկան հիմնականում, բայց հետո արդեն ճանաչելուց, ամեն դեպքում նայելուց հետո հասկացա, որ օրինակ մեկը հաստատ արժանի չէր մեկի, բայց ես ուրիշ տարբերակ ընթացնել չունեի, ուրիշ ինչ անեի, ասեք, խնդրում եմ, ոչ մի բան չէի կարող անել։ Դե ինչ, գնանք հավաքենք ծրարները։ Գնանք հավաքենք ծրարները, թող նրանք էլ փռեն սեղանները։ Այո։ Երբ որ աղջիկների հետ սկսեցինք շփվել, ծանոթանալ, մի քիչ վերաբերմունքը իրանց հանդեպ փոխվեց, դե նորմալ է, որ մարդուն սկսում ես ճանաչել, մի քիչ այլ աչքով ես սկսում նայել, եւ արդեն շարժուձևն ես տեսնում, խոսալն ես լսում, ոչ մեջքով նստած, այլ արդեն դեմքին նայելով ես խոսալ լսում, մի քիչ արդեն փոփոխվում է կարծիքը։ Մոտիկ եկեք։ Նախագծին մասնակցության նպատակը թող ինձ ներեն բոլորը բացառապես գումարն է, որպես այդպիսին նոր ծանոթություն, նոր ընկերներ, դա երբեք խնդիր չի եղել, գտնել, փնտրել նոր միջավայր, որպեսզի նոր կապեր հաստատես եւ այլն, ընդհակառակը միշտ փախել եմ դրանից։ Մենք ճիշտն ասած խոսում ենք, որ ծանոթներ կլինեն, չեն լինի։ Բայց ես ծանոթ չեմ, չէ՞ ոչ մեկի հետ։ Ու ակնկալիք գումարային չկա։ Այն որ կսիրահարվեմ եւ ընկերուհի եւ այլն ստեղ կունենամ, ինչ որ մեկի կսիրեմ, այդ ակնկալիքն էլ չեմ ունեցել։ Չնայած ես չգիտեմ ընթացքում ինչ կարա լինի։ Այսօր այնքան կոֆե չխմեցինք իրար հետ, վերջերս կոնկրետ շփում։ Նախագծի ֆորմատը շատ հետաքրքիր է, առաջին հերթին Հայաստանում սա առաջինն է այս ֆորմատով նախագիծ եւ երկրորդ կարևոր հանգամանքը, որ ես ինքս ինձ հետաքրքիր էի, թե այս ֆորմատի մեջ ես ոնց կդրսևորեմ ինձ։
Չեմ կարող ասեմ հարաբերությունների համար եմ եկել թե գումարի, ավելի շատ էմոցիաների, անկեղծ։ Այսպիսով սկսում ենք նոր ճանապարհ, արդեն դիմավորեցինք մեր մասնակիցներին, որոնց կապն արտաքին աշխարհի հետ առաջկա օրերին սահմանափակ է լինելու։ Կապի բոլոր միջոցները լինելու են անհասանելի։ Հեռախոսից եւ ինտերնետից հանգստանալու ասել է թե լավ առիթ է։ Շատ մի նեղույ, մեծ տղա ես, կմեծանաս, կմոռանաս։ Արի, գնացինք ծրարները տեղադրենք։ Այս ձայնը ազդարարեց, որ ամեն ինչ հիանալի է, լավ ընթաց։ Մեզ բոլորիս հաջողություն, գեղեցիկ ընթացք։ Ինչպես ասում են, լավագույն հարցերը լուծվում են լավագույն սեղանի շուրջ։ Ես ուրախ եմ, որ մենք սեղանակցում ենք բոլորս միասին։ Դուք բոլորս շատ գեղեցիկ եք, սիրելի սիրասուններ, ու ինչքան հաճելի է, որ բոլորս միասին ենք։ Շնորհեք հետաքրքիր աղջիկները, երբ որ աչքերը պտտվեցին ու տղաներին նայեցին, ով ում ֆիքսեց, ով ում առաջինը նկատեց։ Երկրորդ համարին Արմանին, իրականում ավելի շատ ոճային առումով, նախ մոտավորապես, երբ որ ձայնի ժամանակ քվեարկեցի, մոտավորապես արդեն որ նայեցի, պատկերացրեցի, որ բնականաբար իրան էլ բարձր գնահատած կլինեմ ու իդեպ նոր եմ անունը հիշել։ Այստեղ սրտիկներ են գալիս, ասում մեկ։ Արման, ես գիտեմ, որ ռեպ եք անում։ Մի կում կխմեք, որտեղ մի հատ առաջարկ ունեմ, ինձ թվում է լավ կլինի, որ մի կում խմած լինեք, որ առաջարկս ընդունեք։ Առաջարկը չմերժեք, ավելի։ Եթե լավ, այս ընթացքը օրվա, որ իրար հետ ենք, կամ այս պահը, չգիտեմ, ռեպի լեզվով, ինչ որ քառատողով, ոնց կբնութագրեիք, ինչ կասեիք։ Կառաջարկեմ քառատող ռուսերեն լեզվով, գեղեցիկ իմ հեղինակային երգերից մեկից ինչ որ մեջ բերում։ Շատ լավ է։ А я смотрю в твои глаза и понимаю, что живу. Никому не отдам, я тебя оберегу, ты моя луна. Ты моя судьба, а я вдыхаю серый дым и понимаю, что люблю. Я скучаю по тебе каждую минуту, ты моя луна, ты моя судьба. Merci շատ։ Բրավո։ Ես շատ արագ Տիմայա լունանք փոխեի Տիմայա Իլոնայով, Սա նվիրվել էր բոլոր սիրասուն գեղեցկուհիներին։ Ուզում եմ մի հատ առանձնահատուկ կենաց ասենց եկել, ուզում եմ արտաբերեմ, ուզում եմ խմել ձեր Արսեն եւ Լուսնյակի կենացը, որ մեր պրոյեկտը էլ ավելի են գեղեցկացնում իրանց ներկայությամբ եւ իրանց վարելու հմտություններով եւ ուզում եմ խմեմ մեր բոլորի կենացը, որ բոլորս ամենակարևոր այս պրոյեկտից ստանանք այն ինչը որ ով ինչի համար եկել է, այսինքն ուզում եմ որ բոլորդ ամենակարևորը վերջում բոլորս լինենք ընկերներ ու երբեք իրար չմոռանանք։ Նա բոլորը եկել են ինձ թվում է նվազագույնը 20 միլիոնի համար, բայց լավ կլինի որ ընկերներով գնա։ Իսկ շնորհակալություն կենացի համար, ֆիքսեցիք ոնց ենք պատրաստվել ձեզ դիմավորելու համար։ Սա իհարկե իմ առօրյա տեսքն է։ Առավոտը արթնանում եմ, վարդերը մի քիչ թոշնել են ճիշտ։ Վարդերի պարտեզում լինեմ։ Բայց ամենայն դեպս հիանալի կենաց էր։ Միջև մեր սիրասունները, այսպես սիրահարական կենացներ են ասում, ես առաջարկում եմ չմոռանալ բաժանորդագրվել Monk 3-ին, որովհետև այս բոլոր էմոցիաները սրանք դեռ առաջին օրն են։ Պատկերացնում եք, հետո կրքերը ոնց են բորբոքվելու։ Բաց չթողնելու համար բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի ամեն վայրկյանի ականատեսը լինեք։ Հիշեցնենք մեր մասնակիցների թվերը, որոնք ընտրված են այ բնական կարգով, եւ այսպես, համար 1 Ալեքսանդր, համար 2 Անահիտ Կոստանդյան, համար 3 Անահիտ Օթարյան, համար 4 Աննա, համար 5 Արման, համար 6 Գառնիկ, համար 7 Թամարա, համար 8 Իլոնա, համար 9 Հակոբ, համար 10 Սերգեյ, համար 11 Վարդան, համար 12 Վիկտորիա։ Վերջ։ Այսքանը։ Ձեզ մնում է ընդամենը քվեարկել եւ
իհարկե բաժանորդագրվել, որովհետև ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Այո, ձեզ սպասվում են չտեսնված, չլսված, չասված հաղորդումներ ու բացահայտումներ։ Առայժմ։ Մինչ հանդիպում։ Ucom ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։